2022 թվականի մարտից ամերիկյան հաշվապահության բնագավառում շուկա մտավ մատոր։ Քանի որ այս տարիների ընթացքում կուտակվել են բազմաթիվ հարցեր հասարակության շրջանում, այսօր հարցազրույցի ենք հրավիրել Բեքֆինի, ամերիկյան հաշվապահության գլխավոր մեղավորին։ Քրիս ջան, ոնց ստացվեց, որ սկսեցիր ամերիկյան հաշվապահության պրոյեկտը, երբ շուկան լրիվ դատարկեր ու պահանջարկ բացարձակ չկար։ Արի պատասխանը սկսեմ նախաբանով 2018 թվականի փետրվարի 1-ից է սկսվել Բեքֆինի գործունեությունը, հիմնադրվել է, այսինքն 18 թվականի փետրվարի 1-ին, 19 թվականի դեկտեմբերին, երբ որ մենք տարի էինք փակում, ես զուգահեռաբար աշխատում էի մի կազմակերպությունում, որի այդ կլայենտի պորտֆելի risk management-ն է իրականացնում, խնդրեցի ուղղակի, որ մի օրով deadline-ս հետաձգեն, որովհետև Հայաստանում հայկական outsourcing-ային ընկերության համար տարի ենք փակում։ Կլայենտը ինքը Ամերիկայից էր եւ ամերիկյան բիզնես էր։ Երբ որ ինքը իմացավ, ես աշխատում եմ հայկական outsourcing-ային ընկերությունում, ինքը զարմացավ եւ առաջարկեց իր բիզնեսի հաշվապահությունը իրականացվի Հայաստանում։ Դա ինձ համար այդ ժամանակահատվածում նորություն էր, ես չէի պատկերացնում 19 թվականի դեկտեմբերին, որ հնարավոր է ամերիկյան բիզնեսի հաշվապահություն իրականացնել Հայաստանից։ Research արեցի շուկան, այսպես մոտավոր պատկերացում կազմեցի, բայց հիշենք 19 թվականի ինչ ժամանակահատված էր, 19 թվականի վերջը ավելի ճիշտ, եւ 20 թվականի սկիզբը, երբ որ սկսվեց COVID-ով, lockdown, հետո պատերազմից հետո 21 թվականի առաջին կեսը հազիվ բիզնեսները, ֆիզիկական եւ իրավաբանական անձինք փորձում են այդ բոլոր արհավիկներից վերականգնվել, 21 թվականի երկրորդ կես օգոստոս, սեպտեմբեր ամիսներին այս թեման նորից բարձրացավ ջրի երես եւ այս անգամ ավելի լուրջ նայեցի հարցին, ավելի երկարաժամկետ ուսումնասիրություններ իրականացրեցի եւ հենց այդ ժամանակ 21 թվականի սեպտեմբերին հստակ որոշում կայացվեց մեր կողմից, որ ամերիկյան հաշվապահության պրոյեկտը պիտի սկսվի, որովհետեւ ինքը մեծ պերսպեկտիվա ունի։ Եվ 21 թվականի սեպտեմբերից մինչև 22 թվականի մարտ պրոյեկտը ինքը այսպես հում վիճակում էր եւ ծրագիր էինք մենք կազմում, պրոյեկտի ամբողջ մեխանիզմն էինք կազմում եւ research արեցի շուկայում գտա իմ մանկության ընկերներից մեկին, ում հետ այս պրոյեկտը իրականում սկսեցինք։ Սկզբում դասընթացը ունեցել է հետեւյալ տարբերակը, որ սովորացնում ենք զուտ ծրագիր, բայց ժամանակի ընթացքում մենք այդ ծրագրի ֆորմատից անցում կատարեցինք ամբողջությամբ արդեն ամերիկյան հաշվապահություն, full այդ ծրագիր, ստանդարտ, հարկեր եւ այլն։ Եվ ի սկզբանե էլ համագործակցությունը եղել է ամերիկյան հաշվապահական outsourcing-ային ընկերություններից մեկի հետ, այսինքն 22 թվականի մարտից, երբ որ պրոյեկտը դարձավ ավելի public, ի սկզբանե էլ առաջին օրվանից սկսելուց ինքը չի եղել միայն դատարկ դասընթաց, եղել է եւ պրակտիկայի եւ աշխատանքի հնարավորությամբ դասընթաց։ Եվ մեր առաջին գործընկերն էլ եղել է ROICPA-ից ընկերությունը, որի հետ որ տևական ժամանակ համագործակցել ենք, երբ թե այսքանը։ Չես կարծում, որ ամերիկյան հաշվապահությունը Հայաստանի համար դա անիմաստ մասնագիտություն է, քանի որ ինչի պետք է, ասենք, մարդը սովորի ամերիկյան հաշվապահություն, երբ ամերիկյան բիզնեսները դրանք դրսում են եւ Հայաստանից այդքան էլ ոնց որ ճիշտ չի, պահանջարկը քիչ է։ Չէ, բացարձակապես անիմաստ չի, հիմա հանգամանալից անդրադառնամ ինչու անիմաստ չի։ Հայկական շուկան ինքը փոքր է, լիմիտավորված է, շատ եթե կա X քանակությամբ աշխատատեղ հայկական ոլորտի հաշվապահի համար, 10X մասնագետ կա։ Այսինքն շատ հաշվապահներ պարզապես չեն կարողանում գտնել իրենց համար համապատասխան աշխատանք, ստիպված են լինում գնալ սովորել այլ մասնագիտություն, որպեսզի կարողանան իրենց համար աշխատանք գտնել եւ դրա դիմաց վարձատրվել։ Ամերիկյան հաշվապահության հնարավորությունը այն է, որ մարդը ֆիզիկապես գտնվում է Հայաստանում, բայց աշխատում է դրսի աշխատաշուկայում, որտեղ առաջինը քանակային առումով միլիոնավոր աշխատատեղեր կան, Հայաստանի նման սահմանափակ չի, աշխատավարձը միջինում համեմատած այստեղի աշխատավարձի հետ
ավելի բարձր է, պարզապես պետք է որոշակի ջանք գործադրել, որպեսզի այդ աշխատաշուկայում ունենալ ուրույն դեր եւ տեղ եւ աշխատավարձ։ Այս տեսանկյունից հնարավորությունները կան, պարզապես պետք է փորձել։ Անիմաստ չի, որովհետեւ տեղական շուկան արդեն իսկ լճացած է, մարդիկ վարձատրվում են ոչ այնքան, ինչքան որ իրանց բավարար է նորմալ կենսակերպ ապահովելու համար, հետևաբար ամերիկյան հաշվապահություն դա ալտերնատիվա է, որպեսզի ավելի բարեկեցիկ կյանք կարողանան իրանց համար ապահովել։ Լավ, արի ավելի կոնկրետ հասկանանք, թե դասընթացը ինչ կտա ուսանողին եւ աշխատանքի ինչ հնարավորություններ կան մեր օրերում։ Շատ բարի։ Հարցիդ վերջից կամ ինչ աշխատանքի հնարավորություններ կան։ 22 թվականի մարտից սկսած համագործակցությունը աութսորսինգային ամերիկյան աութսորսինգային ընկերության հետ հետեւյալն է եղել մեզ համար գործընկերների համար կոմպետենտ կադրեր ստանալը, որտեղ 22 թվականի մարտին մի ձեռքից մատների վրա կարելի էր հաշվել կոմպետենտ մասնագետների, ովքեր տիրապետում էին այս մասնագիտությանը։ Եվ այս տեսանկյունից այս 4 տարիների ընթացքում արդարացված է այս դասընթացը, որտեղ արդեն բավականաչափ լավ մասնագետներ կան, ի տարբերություն 22 թվականի։ Որպես այդպիսին աշխատանքի հնարավորությունը, ինչպես ցանկացած այլ մասնագիտության մեջ երկու տեսակ են՝ in-house տարբերակով եւ freelance տարբերակով։ In-house-ը դա գրասենյակային տարբերակն է մեր լեզվով ասած, Հայաստանում կան աութսորսինգային ընկերություններ, որոնք վարում են ամերիկյան բիզնեսների հաշվապահություն, այսինքն սովորել մասնագիտությունը եւ փնտրել աշխատանք in-house տարբերակով։ Եվ երկրորդը freelance տարբերակը, մարդիկ հաստատ լսած կլինեն Upwork-ի մասին, freelance, TopTal, Fiverr, LinkedIn, այսինքն սրանք հարթակներ են, օրինակ եթե համեմատություն տանեմ սոցիալական ցանցի հետ, օրինակ Facebook-ի հետ, ոնց է մարդը գրանցում է իր անունազգանունով եւ շփումը, պահումը ֆիզիկական անձանց հետ, իր ընկերների հետ, ծանոթների հետ եւ այլն։ Այս հարթակները կապ են հաստատում ներողություն իրավաբանական անձանց հետ։ Այսինքն մարդը իրան ներկայացնում արդեն որպես աշխատող, որպես մասնագետ, որը փնտրում է աշխատանք, մյուս կողմից էլ գրանցվում են այդ նույն հարթակում գործատուներ, որոնք փնտրում են աշխատող, մասնագետ, եւ իրանք իրար գտնելով կապ են հաստատում եւ աշխատում են հեռահար ֆրիլանս տարբերակով։ Մարդիկ remote-ին էլ կարող է հղում կատարեն, գրեթե նույն բանն է, remote կամ freelance։ Այսինքն նույն հարթակների միջոցով է կատարվում աշխատանքը։ Եթե աշխատանքը մարդը փնտրում է մեզ մոտ կամ գործընկերների մոտ, հստակ է ընթացակարգը։ Դասընթացից հետո ավարտական քննություն, քննությունից հետո հարցազրույց, ինչպես յուրաքանչյուր այլ գրասենյակային աշխատանքի պարագայում է տեղի ունենում։ Դասընթացը ինչ է տալիս։ Դասընթացը 22 թվականի մարտի համեմատ ծրագրային իմաստով, բովանդակային իմաստով փոփոխություններ ա կրել։ 2022 թվականին, 23 թվականի առաջին կես սովորեցրել ենք միայն ծրագիր, կոնկրետ գործընկերոջ պահանջներին համապատասխան, բայց քանի որ ժամանակի ընթացքում մենք նկատեցինք, որ պահանջարկ չունեցող հղում եմ կատարում են առաջին հարցին, պահանջարկ չունեցող շուկայում առաջարկ ենք արել, այն առաջարկը, որը մենք եւ մեր գործընկերներն ենք մշակել, բայց ժամանակի ընթացքում նկատեցինք, որ ձևավորվում է այլ պահանջարկ, կոնկրետ ֆրիլանսի առումով ավելի մեծ հետաքրքրվածություն եւ այս տեսանկյունից արդեն ասելով, արդեն 2.5 տարի ավել սովորեցնում ենք ոչ թե միայն ծրագիր, այլ սովորեցնում ենք ամբողջ ամերիկյան հաշվապահությունը, accounting-ը, ինչը որ բավարար է ամերիկյան բիզնեսներում որպես հաշվապահ աշխատել։ Դրա մեջ եւ ծրագրերն են, եւ ստանդարտներն են, GAP-ի եւ IFRS-ի տարբերությունները եւ բնականաբար այն օրենքները, որոնք որ անհրաժեշտ են ամերիկյան հաշվապահությունը իրականացնելու համար, որտեղ կան նաեւ առանձին մասնագետներ CPA-ները կամ tax advisor-ները, որոնց մասով մենք առանձին ունենք հարկային սեմինարներ, բայց հիմա այս սեմինարներին չեմ ուզում անդրադառնալ, մեր կոնկրետ դասընթացի եռամսյա կամ հնգամսյա տալիս է մարդուն լիարժեք գիտելիքներ ամերիկյան բիզնեսում որպես accountant աշխատելու կամ որպես bookkeeper աշխատելու համար։ Կրիստինա ջան, ուզում եմ միանգամից երկու հարց տալ։ Կա տարածված կարծիք, որ ամերիկյան հաշվապահությունը դա ավելի հեշտ է, քան հայկական հաշվապահությունը, հա։ Եվ ուզում եմ հասկանալ, քեզ ինչն է դուր գալիս ամերիկյան հաշվապահության մեջ։ Okay, շատ
ճիշտ նշեցիր, այո, շատ տարածված կարծիք է, որ հայկականը ավելի բարդ է, քան ամերիկյանը, կամ շատ դեպքերում որոշ մարդիկ նույնիսկ ասում են ամերիկյան ավելի պրիմիտիվ է, քան հայկականը, չկա նման ճշմարտություն, բացարձակ ճշմարտությանը չի համապատասխանում։ Պարզապես հայկական հաշվապահության մեջ փոքր ու միջին բիզնեսում, հատուկ եմ շեշտում սա, փոքր եւ միջին բիզնեսում մի հաշվապահը անում է բիզնեսի ամբողջ հաշվապահական սայքլը, կադրավիկի գործից սկսած մինչեւ հարկային աչոթներ ներկայացնել, պեկի հետ կռիվներ, նույնիսկ հաշվապահները ստիպված են լինում ինչ-որ չափով իրավաբան աշխատել, որը որ այդպես չի ամերիկյան հաշվապահության մեջ, այսինքն bookkeeper առանձին իր գործն անում, accountant-ը իր գործն անում, CPA մասնագետը իր գործն անում, այսինքն հաշվապահության ամբողջ սայքլը բաժանված է 2-3 մասնագետների միջև, այսինքն հեշտություն ասվածը դա նրանից է գալիս, որ մի մասնագետը չի անում բոլոր հարթերը, մասերը հաշվապահության։ Ամեն մեկը իր մասն է, դրա հաշվին ինքը ավելի հեշտանում է, բայց չի պրիմիտիվ անում։ Եվ պարզապես հայկական հաշվապահության մեջ փոքր ու միջին բիզնեսի հաշվապահը կրկնում եմ միտքս, անում է ամբողջ սայքլը։ Դրա համար ինքը ավելի ներվնի է, ավելի ծանրաբեռնված է, ամեն անգամ այդ պեկի հետ կապված հարցերը քննարկել, գործատուին ներկայացնել, մի խոսքով դրա համար ավելի բարդ է։ Դրա համար ավելի բարդ է, որտեղ մի մասնագետ է ամբողջ մասն անում, ամբողջ պատասխանատվությունն էլ իր վրա է ընկնում։ Ի տարբերություն ամերիկյան։ Զուտ դրա մեջ է եւ բացի դա էլ սուբյեկտիվ մաս է, այդ հեշտ ասվածը, դժվար ասվածը։ Մեկի համար դա կարող է դիտարկվել հեշտ, մեկի համար դժվար։ Դա սուբյեկտիվ ընկալում է։ Պարզապես օբյեկտիվորեն պետք է ներկայացնել մասնագիտության մեջ, ամերիկյան մասնագիտության մեջ, ամերիկյան հաշվապահության վարման մեջ հստակ bookkeeper, accountant, CPA։ Իրանք առանձին բլոկներ են անում։ Իսկ երկրորդ հարցը թե ինչն է քեզ դուր գալիս։ Հենց այդ դերաբաշխվածություն, ճիշտ դերաբաշխվածություն է, որովհետև երբ որ դու հստակ task ես տալիս մասնագետին, ինքը գիտի սա է անում։ Եվ իր ամբողջ ուշադրությունը եւ օգտակար գործողության գործակիցը ամբողջությամբ օգտագործում է այդ մի task-ը անելու համար, այլ ոչ թե ամեն ինչից մի քիչ, այս մեկը կիսատ մնաց, այն մեկը պետք է անի, այս մի հարցը մնաց, այն մի հարցը մնաց, ավելի կանոնավորված, ավելի կանոնակարգված է եւ իմիջիալոց մենակ ինձ չէ։ Մեր դասընթացները ավարտած բոլոր ուսանողները, առանց չափազանցնելու բոլոր ուսանողները այս նույն բանն է իրենց դուր գալիս, որ հստակ է bookkeeper-ի, accountant-ի, CPA մասնագետի դերաբաշխվածությունը, ամեն մեկը իր գործն անում, բոլորը ուրախ են եւ երջանիկ են։ Հասկացա։ Քանի որ շուկան դու ես ստեղծել, վստահաբար դու ավելի լավ կիմանաս ներսում այս պահին ինչ է կատարվում եւ ինձ հետաքրքիր է այս պահին ինչ իրավիճակ է տիրում շուկայում։ Արի մի հատ լրացում անեմ մտքիդ։ Ես ստեղծել եմ ամերիկյան հաշվապահության մասնագիտության դասընթացի շուկան։ Ահա, որովհետև outsourcing-ային ծառայությունները 2021-ի սկզբից, նույնիսկ 20-ի երևի դաժե ավելի շուտ եղել են, ոչ այնքան տարածված, ինչքան որ հիմա են, բայց դասընթացները, հա, ճիշտ ես նշում, դասընթացների ֆորմատը ամբողջությամբ իմ ստեղծած շուկան է, իդեմս Backfin բրենդի։ Ինչա տիրում շուկայում։ Սկզբում մենք դասընթացները 22 թվականին որ սկսել ենք, չենք սկսել այն մտքով, որ ունենանք ինչ-որ մի հատ պուպուշ անունով, մոդայիկ անունով, հնչեղ անունով դասընթաց, ուղղակի զուտ վաճառելու համար։ Որովհետև ամերիկյան հաշվապահությունը, արդեն մի քանի անգամ իմ խոսքում նշեցի, որ ամերիկյան հաշվապահություն մասնագիտությունը առաջնային նպատակը մեզ համար սկսելու, մեզ համար, գործընկերների համար կոմպետենտ կադրեր ունենալն է։ Սակայն մեզանից հետո շուկա մտածները դասընթացի ոլորտում իրանք արդեն մոնետիզացնում են, տեսնելով Backfin-ի հաջողությունները, փորձում են այդ հաջողությունները կրկնել։ Ինչ որ խաղացող իր ֆորմատով, ինչ որ մեկը մեզ ամբողջությամբ 100% կոպի անելով, որը որ բիզնես աշխարհում մեզնով չի, Հայաստանով չի, ամբողջ երկրագնդում մեկը մյուսին կոպի են անում։ Կան բնօրինակներ եւ կան կոպիներ, դա նորմալ երևույթ է։ Ինչ է այս պահին տիրում շուկայում, մոնետիզացման process-ը դասընթացի մասով ու վստահաբար տենդենսը գնում է նրան, որ դասավանդողների թիվը
ֆիզիկական կամ իրավաբանական անձանց տեսքով բնականաբար ավելի շատանալու են, ինչպես եղել է այլ մասնագիտություններում, նույն SMM ոլորտում, մարքեթինգի ոլորտում, IT ոլորտում, հայկական հաշվապահության ոլորտում, մեկը մի բան անում է, մնացածները տեսում են այդ մոդելը աշխատում է, սկսում են կոպի անել, նորմալ երևույթ է դա։ Outsource, այսինքն, այսպես կարող եմ ասել, դասավանդման շուկան քիչ, թե ինչ արագությամբ, այս բանին կդժվարանամ ասել, բայց քիչ փչանալու է։ Outsourcing-ի շուկան հակառակը քիչ ավելի լավանալու է, բացատրեմ ինչի, որովհետև մասնագիտությամբ հետաքրքրվողների թիվը քանի գնում շատանում է, այս շատի մեջ լինելու են մարդիկ, ովքեր որ ավելի լուրջ են տրամադրված լինելու գործը անելու առումով եւ այնքան են իրանց վրա աշխատելու, սովորելու, ավելի շատ սովորելու հնարավորություն են ունենալու, քան որ դասավանդողներն են շատանալու եւ դրա արդյունքում գործ անողի որակը ավելի բարձրանալու է եւ մեր հայաստանյան շուկան դրա հաշվին outsource մասնագետների որակի բարձրացման հաշվին ավելի հրապուրիչ է դառնալու դրսի ներդրողների համար, դրսի գործատուների համար։ Բեքֆինում ամերիկյան հաշվապահության մասով ինչ հեռանկարային պլաններ ունեք այս պահին։ Մինչև այս պահը ասելը, հիշեմ 22 թվականի աշունը, երբ շատ կարևոր մի կազմակերպությունից ստացան գործնական առաջարկ իրանց outsourcing-ային մի հատ բլոկ տեղափոխեն Հայաստան եւ աշխատուժը մեր տեղական աշխատուժը օգտագործեն, բայց այդ բանը մենք պատրաստ չէինք, որովհետեւ այն թվականակը, այն պայմանները, ինչը որ մեզանից պահանջվում էր, մենք ընդհանրապես դրա 1/10-ով թվենք։ Այս ժամանակահատվածը օգտագործել ենք այդ բաց թողած հնարավորությունը հեռանկարում, ապագայում կրկնելու համար։ Այսինքն մեր նպատակը ներկայացնել, որ Հայաստանում կան բավականաչափ մասնագետներ, որակյալ մասնագետներ, կոմպետենտ կադրեր, ովքեր ի վիճակի են ամերիկյան բիզնեսների հաշվապահության մասը այստեղ անելու։ Եվ մենք անընդհատ կապ ենք հաստատում տարբեր բիզնեսների հետ, տարբեր outsourcing-ային ընկերությունների հետ, որպեսզի իրենց հաշվապահության մի մասը պատվիրակեն այստեղ Հայաստանի աշխատուժը օգտագործելով, դա փոխշահավետ է եւ իրենց համար է շահավետ եւ մեզ համար է շահավետ, գնային առումով, որակական առումով, այսօր Հայաստանում արդեն իսկ կան բավականաչափ լավ կադրեր, մեր նպատակը, եթե կարճ ձևակերպեմ միտքս, ավելի շատ աշխատատեղ ստեղծելն է։ Եթե սկսել ենք դասընթացով, այսօր շեշտադրումը տանում ենք դեպի outsourcing։ Ավելի շատ բիզնեսներ բերել Հայաստան, ավելի շատ աշխատատեղ օգտագործել, իրենք կրճատում են իրենց ծախսերը աշխատավարձի գծով, մեզ համար էլ ստացվում է աշխատավարձ, որը որ տեղական աշխատաշուկայի գներից ավելի բարձր է, չեմ ասում միլիարդներ, բայց հարաբերական առումով եթե համեմատեք, ավելի բարձր է ստացվում։ Փոխշահավետ պայմաններ են երկուստեք, այսինքն մեր նպատակը ավելի շատ գործատեղ, աշխատատեղ ստեղծելն է։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ հարցերին մանրամասն պատասխանելու համար։ Քեզ էլ լույս ջան, շնորհակալություն թիրախային հարցեր տալու համար։ Շնորհակալ եմ։